ուրեմն այս թուլեքից թուլային, սաղ թուլային այդ պարլամենտը պետք է գցել վառել թուլեքի հավաքածուя պատասխան կտամ ամեն բառիս համար, ամեն ստորակետից համար, որովհետև եթե գալիս է մի հատ թուլա փողով լրագրող, որ այսօր վարչապետ է, ինչ ամոթ Աստված ջան, ինչ որ է այդ թուլ են գալիս խոսում, ու մենք ինչ որ հարց ու պատասխան խմբին, ինչ հարց արա դրան։ Տղեկ, եթե չեք կարողանում ցավոք սրտի, շատ ցավոք սրտի այս թուլին հանել ու իր անձնակազմին չերրացնել արա, այսօր երկիրը վերջա դրել ենք, այս իրա 4-րդ հանրապետությունը ուշ խնդալու արա, վերջա, ինչ 4-րդ, ինչ 3-րդ, ինչ 2-րդ, սա վերջն է, չեք հասկանում, թե կայֆ է տենց ռեստորաններում, բաներում կայֆ բռնել, ապրել, ափսոս իմ Հայաստանս, որ իսկան ուռոտ կա այդ երկրում, շանց այդ ուռոտներին մի օր պետք է վառել, աբիժնիկներ, գիտեք, աբիժնիկներ կային, թատրոնում աբիժնիկներ կային, դեր չէին ստանում աբիժնիկին, սա իրանք միշտ աբիժնիկ են եղել, կապ չունի, պարլամենտում ինչ եք անում դուք, տղեկ ինչ եք անում դուք պարլամենտում, պարլամենտ որն է գերագույն խորհուրդում, ինչ եք անում, հələ ձեզ թելադրում են ինչ են անում, ինչ լավ է, որ ես քաղաքական գործիչ չեմ, ինչ լավ է քաղաքականության, շատ եմ սիրում քաղաքականություն, բայց ես քաղաքական գործիչ չեմ, բայց դուք քաղաքական գործիք, լեզուս է կապ ընկավ, ով եք դուք արա, ինչ եք անում դուք, տեսնեմ էլի, ձեր արածը, մենակ խոսում ենք, ես էլ եմ ձեր պես խոսում, բայց դուք լծակ ունեք, արեք, Պարոն Փաշինյան, ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախճիվան, Նախճիվան գոյություն չունի, Նախիջևան, եւ եթե խոսեք ձեր թիմակիցների հետ, պարոն Գափյանը ձեզ նույնպես կհուշի Նախիջևան, Գարդման, Շիրվան, հիմա Նախիջևանով անցնող երկաթուղու մասին, ինձ հետաքրքիր է, երկաթուղու հետևյալ հատվածը Դիլուջու Արալիկ Իգդիր Կարս ճանապարհն է երկար թե Դիլիջու Սադարակ Երասխ Գյումրի Կարս Շնորհակալություն Շնորհակալ եմ հարցի համար շատ կարևոր թեմայի անդրադարձակ ես հիշում եմ իմ առաջին այսպես ասած ծանր տպավորությունները երբ իմ մոտ միտք առաջացավ որ մենք պետական ինստիտուցիոնալ առումով գրագիտության խնդիր ունենք, դա մոտավորապես 2007 թվականն էր, երբ որ հիմա ուղղակի ես փաստերը ժամանակ անցել, գուցե շատ ճշգրիտ բան չանեմ, չհիշեմ, խնդրում եմ ես մասով մի քիչ բան եղեք, ներողամիտ եղեք, բայց ընդհանուր գիծը տրամաբանական 100% է, երբ որ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը միտեղ խոսելով ասել էր, որ Նախիջևան բառի հենց ծագումը նշանակում է, որ դա հայկական տարածքներ են, որից հետո ես այն ժամանակ շատ սերտ գործակցում էի պատմական գիտությունների դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ ես հիշում եմ, որ ընդ որում այդ ընդդիմություն, իշխանություն, այս բանի բանավեճի հետ էր, եւ հայկական ժամանակ թերթի խմբագիրն էի, եւ ես հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Աշոտ Սարգսյանը, էլի պատմաբան, մի երևի թերթի 2 էջանոց հոդված գրեցին, որի ընթերցումը ինձ համար տենց շատ բան էր, Նախճեվան բառի ծագման հետ կապված։ Այդ հոդվածը տպված է, ես ճիշտ ասած հիմա չեմ փնտրել,
Եվ ինձ համար խնդրեմը գիտեք ինչն է, որ այ ես հենց եմ ասում, որ մենք չի կարելի սենց պետություն ունենալ, հասկանում եք, չի կարելի, որ երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարություն անի մի բանի մասին, որը ավարտական կուրսի ուսանողի համար ակնհայտ պարզ ձևակերպումն է, այսինքն հայկական պատմագիտությունը նույնիսկ չի վիճարկում այդ բառի ծագումնաբանությունը, բայց հայկական մեր քաղաքական նարատիվների համատեքստում ընենց է փոխվել։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, որը ձեզ դուր չի գա։ Մենք մեր պատմության մասին, մեր իրականության մեջ ընդունված է պատմության մասին խոսալ, մեր իրականության մեջ ընդունված չի պատմությունը կարդալ։ Որովհետև խոսացողների 90%-ը պատմության մասին լսել են հեռուստատեսային քաղաքական հայտարարությունների մասին։ Մեր պատմությունը ընթերցված չի, եւ մեր իրականությունը, մեր պետության հարատեվությունը ապահովելու առաջին քայլը մեր պատմության ընթերցումն է։ Ընդ որում ես էլի ասում եմ, ես նոր պատմության մասին չի խոսքը։ Ակադեմիական հրատարակություն են գիրքը, որը ես ցույց եմ տվել, որը տպվել է հեղափոխությունից առաջ, այդ պատմության գիրքը պետք է կարդալ, որը ակադեմիական պատմության գիրքն է։ Եվ թույլ տվեք ասել, որ մեր քաղաքականությունները ամբողջությամբ հենված են մեր պատմական դասի վրա։ Ես ձեր երկրորդ հարցին արձագանք։ Ակնհայտ է, որ երկրորդ հարցին չէիք պատասխանի, ասում եք պատմություն կարդալը ընդունված չի, բայց կարծում եմ ընդունված կարգ է, որ վարչապետը կարդա իր կառավարության հեղինակած ծրագիրը, որի 97-րդ էջի վրա ներքևից 6-րդ էջին գրված է, տեղի ներեցեք, երազք Նախիջևան։ Հենց որ ուրիշներին որ խորհուրդ եք տալի կարդալ պատմություն, ես խորհուրդ եմ տալի կարդալ ձեր իսկ գրած ծրագիրը։ Իսկ իրականությունը երկրորդ մասի վերաբերյալ հետևյալում է, ճանապարհը մանավանդ որ կառուցվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Կիլիջու, Արալիկ, Իգդիր, Կարս, մոտ կրկնակի ավելի կարճ է, մոտ կրկնակի, քան թե Դիլիջու, Սադարակ, Երասխ, Ախուրիկ, Կարս։ Հետևաբար որ ներդրողը, ես կուզեի տեսնել այդ որ ներդրողն է, որը երկար ճանապարհն է նախընտրում, կարճը թողած, մանավանդ որ շինարար կազմակերպություն երկրները արդեն սկսել են Կարս, Իգդիր, Արալիկ, Դիլիջու ճանապարհի կառուցումը, իսկ փետրվար ամսին Մյունխենում Ալիևը մի անգամից ներողություն եմ խնդրում, մի անգամից sense ոտի վրա կտրեց, որ ինքը երբևէ դիտարկելու է Երասխ Սադարակ ճանապարհի կառուցումը։ Շնորհակալություն։